Գյուրջիևի հանդիպումներ ականավոր մարդկանց հետ գրքի առաջի գլուխը վերաբերվում է նվիրված է իր հորը Աշուկ Ադաշի նշանավոր Գյումրվա Աշողական դպրոցի իր ներկայացմամբ այդպես պատմում, որը քիչ առաջ հիշում եք ասացի այնքան քնագետ մարդեր է, որը ասացվածներ Գիլգամեշը գիտեց է ջրհեղեղի մասին, ասացվածներ լեգենդներ պատմել է իր տղային։ Իր այդ շատ հետաքրքիր պահել է ես որպես նաև հայ, այդպես որ ասում ենք ինքը հույն, բայց համենայնիվս մեր հոգևոր արժեքները նույնն է։ Ցավով նշում է, որ այդ գրքի մեջ 16 թվականին, որ վերջի անգամ եկել Ալեքսանդրապոլ հանդիպել է, որը դրանից հետո քնացել է եւ ողբերգական դեպք է ներկայացնում, որ 18 թվականի մայիսի 15-ին դա պատմության մեջ դա հայտնի դեպք է, թուրքերը ասում են ներխուժեցին Ալեքսանդրապոլ, իր հայրը հրաժարվել է ուրիշների պես որ քաղաքից թողի գնացել են եւ այլն կամ ավելի ինքը չի լքե քաղաքը եւ ասում է ուրեմն թուրքերը սպանել են իրեն եւ իր ներգաղթականներով ասում է այն հին մարդիկ, ծեր մարդիկ քաղաքի շատերը որոնք ճանաչել են իրան որպես եղել է նշանավոր հարկված մարդ իրան թաղել են հին գերեզմանոցում եւ այդ մի վերջի հզոր հատվածն է ինքը ինչ անում ասում է այն մեր բարբարով ասած օսիատ է ոնց որ մեզ թողել հոգևոր կդակ ասում է խնդրում եմ ուրեմն իմ հոգևոր ժառանգներին կամ արյունակից ժառանգներին գտնել այդ գործված մոռացված թե չգիտեմ ինչ գերեզման ինքն չգիտի ինչ է ինքը չի կարողացել երբեք գալ եւ հանդիպել մի քարտն է եւ գրել հետեւյալ խոսքերը որը ես ձեզ ներկայացրեցի դուք ավելի առանձին ուրեմն կադրով կտնեք կամ եթե գերեզմանը ուրեմն նկարած լինեք այդպես կլինի ես սկսեցի իմ գերների հետ միասին փորձել այդ գերեզմանը գտնել